Բարև, ճակերտներում այսօր պարոն Լևոն Խաչատրյանն է։ Լևոն Խաչատրյան ծնվել է Գյումրիում, սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Մասնագիտական հիմնական ոլորտը աորտայի բարդ ախտահարումների վիրաբուժական բուժումներն են։ Վերապատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Գերմանիայում։ Հանդիսանում է Ժորժ Պոմպիդու Եվրոպական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ։ Ամուսնացած է, ունի 3 որդի։ Ինչպես սկսվեց օրը։ Արթնացա։ Հասկացա, որ անգիտակցականի անուրջներից ացա գիտակցականի ստրգության մեջ, փորձ արեցի հետ գնալ, դարբասները փակվել էին, որը սկսվեց։ Եվ ընթացքը Ընթացքը ժամ րոպե, հա, իր ընթացիկ ունով, որը պլանավորել էի Երևանից։ Այդ ընթացքում ինչ որ բաժակներ, տաք, սառը, սուրճ, Սուրճ, թեյ, բնականաբար սուրճ, մի քանի մտքեր պլանների մասին, զանգերին պատասխաններ, իմ զանգերը, իրեն զանգերը, եւ որ ընկավ իր հունի մեջ, այնպես ինչպես կընկներ առանց հարցնելու քեզ թե կուզես թե չէ։ Իսկ այս ողջ ամենօրյա ընթացքի մեջ կա մի գիրք, որը ձեզ ուղեկցում է եւ որին դուք պարբերաբար անդրադառնում եք։ Ես սիրում եմ Մոբի Դիկը, Հերման Մելվիլի։ Ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ։ Ամեն անգամ յուրովի ընկալելով նախադասությունները, մտքերը, զանազան։ Իսկ հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Աշխատասեր, միամիտ երբեմն, ծայրահեղությունների մեջ հեշտ ընկնող, երբեմն մեծամիտ, պատմությունից նոստալգիաներ շատ պահպանող, ապագան մի քիչ վախվորած պլանավորող, ներկայի մասին ոչ շատ հստակ պատկերացումներ սիրող։ Այդպեսին է։ Փառահեղ ախտորոշում էր։ Ախտորոշում է երևի, այո։ Ֆիլմ, որը շատ եք սիրում։ Երկուսը քաղաքում եւ մեկ ուրիշ ֆիլմ էլ կա, որ շատ եմ սիրում, դա Թրիշկը քվիբնի վրայով։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Չեմ եղել Արևմտյան Հայաստանում, արևմտյան կողմից։ Եղել եմ Արևմտյան Հայաստանում, Զարտողի ճանապարհով կիսատ, մեր կողմից, Անիի մոտ, Անիի ավերակների մոտ սահմանն անցնելով։ Նույնիսկ, այո։ Հաջողվել է։ Ինչ էր անին այդ ձեր Այդ նոստալգիկ հպարտությունը։ հա։ Եկեղեցիներով, պարիսպների վրայի։ Մեր կողմից անդունդ է, գետն է, գետի եզրին արդեն պարիսպներն են։ Եվ ես այդ պահին հասկացա, թե ինչ էր կոչում հազարա եկեղեցի անի, որովհետև պարիսպների վրա, փոքր հեռավորությունների վրա արդեն եկեղեցիներ էին, գմբեթներ։ Մեր հզորության, մեր հպարտության, մեր ափսոսանքի ապացույցն է անին։ Երևանում կա ձեզ համար նվիրական հատված։ Սիրում եմ Մատենադարանի մոտակայքը, ժամանակ առ ժամանակ հաջողում եմ նաև Պանթեոնը։ Իմ սիրած 2 հատվածներն են դրանք Երևանում։ Ընդհանրապես Երևանը իմ սիրած քաղաքներից մեկն է։ Իսկ որ քաղաքում դուք կարող եք ապրել։ Գյումրիում։ Գյումրիում։ Իհարկե։ Ես գյումրեցի եմ, կարող եմ ապրել Գյումրիում։ Իսկ մեկ այլ տեղ աշխարհում։ Փարիզում, որտեղ աշխատում եմ, որտեղ աշխատանքը իմ ամրեցնում է ինձ այնտեղ։ Հեշտ է գնալ գալը։ Ուղղակի հոգեբանորեն կամ ընդհանրապես։ Որտեղ ում եք կարոտում։ Փարիզում կարոտում ես բնականաբար Հայաստանին, Հայաստանում արդեն կարոտում ես բնականաբար Փարիզը, Ֆրանսիան։ Բայց Փարիզն արդեն դարձել է իմ մոտ։ Հայաստանը դարձել է իմ հայրենիքը։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Կոնյակ, կարմիր գինի, երբեմն օղի։ Իսկ հավաքույթներ աղմուկով, լեցուն, երաժշտությամբ, բուրըն, ուտեստներով լի հաճախ եք լինում։
Հաջող առիթներ լինում են լինելու, բայց ավելի հաջող խուսափում եմ։ Ինչու՞։ Զանզրանում եմ սաստիկ։ Հա, հետաքրքիր չէ։ Չէ։ Ես ընդհանրապես չեմ սիրում աղմուկ, չեմ սիրում հավաքույթներ, որտեղ չես կարող կենտրոնանալ այս կամ այն մտքի վրա։ Զանզրանում եմ, հեռանում եմ, եւ ճիշտ ասած սկզբում դա դժվար էր, որովհետեւ շրջապատը միշտ չի որ հասկանում է իրական պատճառները, անմեղ։ Հետո հասկացա, որ ճիշտ ասած միևնույնն է, ինչպես կհասկանա, եւ դա դարձավ երկու կողմի համար էլ լուծելի ճշմարիտ պահը։ Իսկ կերակրատեսակի որևէ նախասիրություն կա, օրինակ նենց Գյումրիից մնացած, բայց Փարիզում նոր ուրեմն ձեռք բերած։ Ամեն ինչ սիրում եմ ուտել։ Ինչ որ մի սպეციფიկ կերակրատեսակ չկա, որ չեմ սիրում։ Բոլոր խոհանոցները բոլոր երկրներում, իսկ երկրները սիրում են ինչպես մարդիկ գովել իրենց խոհանոցները։ Ես փորձում եմ հասկանալ խոհանոցի էությունը։ Դե բնականաբար ֆրանսիական խոհանոցը ինձ թվում է հայտնի է բոլորին։ Այդ իմաստով թերևս բախտս բերել է։ Բայց մեր հայկական խոհանոցը չեմ կարծում թե հետ է մնում։ Եվ սիրում եմ եւ նա։ Աֆրիկյան խոհանոցին շատ տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ այնտեղ էլ կան հետաքրքիր խոհանոց տարբեր երկրներում։ Զենք ունեք։ Ունեմ։ Ինչ դրամաչափի է։ Ունեմ ադրջանակ, ունեմ կարաբին եւ սառազենքեր։ Իսկ որսորդության հետ կապված է դա թե ուղղակի Չէ, որսորդության հետ կապված չի, ես որսորդ չեմ։ Չէ։ Չէ։ Պարզապես ունեմ զենք։ Տղաներիս հետ կրակում ենք մենք։ Ինձ թվում է վատ չենք կրակում, որովհետեւ հաջողել ենք կրակելու դպրոց եւ սիրում ենք դա։ Պարզապես որպես նախասիրություն։ Շատ լավ։ Իսկ կոչումների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեք, շքանշաններ, պարգևներ, մրցանակներ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ անտարբեր եմ։ Թերևս նրանց է որ շատ կոչումներ կամ մրցանակներ չունեմ, միգուցե այդ է հիմնական պատճառը, որ անտարբեր եմ։ Բայց այն էլ ինչ որ ունեմ, առանձնապես հիասմունք կամ ինչ որ մի ուրիշ զգացում իմ մոտ չի առաջացրել։ Բացառությամբ երբեմն որ ես եմ արժանացել, թե ինքն է արժանացել ինձ։ Այդ հարցին։ Կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ խիստ գերում է։ Շատ նկարիչներ կան։ Ընդհանրապես կերպարվեստը, նկարչությունը ինձ հրավիրում է շատ։ Երելը մի քիչ հեշտ գերվող չեմ, բայց հրավիրում եմ։ Իմպրեսիոնիստները, դասականները, Դա Վինչին, Վելասկեսը, շատ-շատերը, հնարավոր չի թվարկել, շատ-շատերը։ Մեր հայ ներկայիս նկարիչներ կան, որ ինձ դուր են գալիս։ Անձամբ ծանոթ չեմ շատերի հետ, բայց ուսումնասիրելով արվեստի իրենց նկարները ինձ դուր են գալիս։ Վստահ նաև այն Գյումրիի նկարչական դպրոցը, հա։ Այո։ Իսկ ձեր գործունեության որ շրջանն է եղել խիստ վճռորոշ։ Ես ճիշտ ասած չէի ուզենա անցյալ ժամանակով այդ հարցին պատասխանել։ Հույս ունեմ, թե արժևում է նա։ Արժևում է։ Այո։ Դեռ։ Հույս ունեմ, որ արժևում են դեռ։ Այն պահը, որ կգա, որ ես կարողանամ ձեր հարցին պատասխանեմ, հուսամ ծեր կլինեմ արդեն։ Իսկ հիմա դեռևս արժևում է այդ վճռորոշ պահը։ Դե հուսամ, որ այդ ժամանակ էլ կհանդիպենք։ Եվ գիտեք, մի առիթով դուք ասել եք, որ որակյալ բժշկությունը արվեստ է։ Այո։ Բայց նաև հայտնի է, որ այսօր որակյալ բժշկությունը շատ թանկ տեխնոլոգիա է։ Իսկ արվեստին երբեմն այդքան էլ շատ մեծ բան պետք չէ արվեստ լինելու համար։ Ճիշտ եք, իհարկե ճիշտ եք։ Ընդհանրապես բժշկությունը արվեստ է։ Որովհետև երբ մենք խոսում ենք բժշկության մասին, բնականաբար նկատի ունենք որակյալ բժշկության մասին խոսքը, եւ ճիշտ եք, որ թանկարժեք է դա։ Այստեղ է, որ մի քիչ բժշկության եւ արվեստի երկճյուղում է տեղի ունենում, որ ցանկացած երկրում, ամենաաղքատ երկրում անգամ արվեստը
ձևավորվելու, գոյատևելու, առաջանալու հնարավորություն ունի։ Նկարիչը կարող է ածուխի կտորով սպիտակ պատի վրա նկարի, բայց բժիշկը չի կարող, ավաղ։ Հենց այստեղ է մեր հիմնական խնդիրը կայանում։ Երբեմն որ հարց է ծագում, թե մեր բժշկության եւ արևմտյան բժշկության մեջ ինչ տարբերություններ կան, ավաղ այս է հիմնական տարբերությունը։ Բայց անհատների իմաստով բժիշկների, որպես արվեստի ներկայացուցիչների, իրենց աշխատանքը կազմակերպելու հնարավորություն ունեն, մասամբ, ցավոք, ոչ ամբողջությամբ։ Գալով նաև շարունակություն այս տեխնոլոգիական մասնավորապես բժշկության, հնարավոր է, որ լինի գեր հագեցած ամեն ինչ, բայց չլինեն այս գործիքներով տիրապետել կարողացողները։ Ես կարծում եմ, որ մասամբ ներկայիս պահը Հայաստանում տիրող բժշկության ձեր տված օրինակն է, որ կան հագեցվածություն որոշակի, սակայն դերևս տիրապետել այդ հագեցվածությամբ անհրաժեշտ մակարդակով դերևս չկա։ Դրա համար էլ դերևս ժամանակ է պետք, որպեսզի կրթված սերունդը հասնի դրան, որովհետև դա համեմատաբար նոր բան է, նման տեխնիկական հագեցվածությունը մեր մոտ Հայաստանում։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Եվ դրական եւ բացասական։ Կան հեղափոխություններ, որոնք դրական հետևանքներ են առաջացնում, կան հեղափոխություններ, որոնք կործանարար են ընդհանրապես։ Ինձ թվում է, որ ամբողջ ընթացքը պատմության դա մի մեծ պարան է երկար, մի քանի հանգույցներով։ Այդ հանգույցները հեղափոխություններն են։ Ուզենք լավ թե վատ, միևնույն է նույն պարանի վրա են։ Հետևաբար ուզենք թե չուզենք, անկախ դրական թե բացասական, դրանք գոյություն ունեն անկախ մեր կամքից։ Այդ պարանի օրինակը հետաքրքիր է, այսինքն պարանը կարող է կտրել կամ պարանը կարող է կտրվել, նորից կապել, նորից հանգույց գցել եւ շարունակել նույն պարանն ամնում։ Մենակ հանգույցի արկայությամբ։ Իսկ մեր իմացյալ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի կյանքը կամ գործունեությունը ձեզ համար օրինակելի է։ Շատ դժվար է մեկին ասելը, որովհետեւ շատ մարդիկ կան, շատ պատմություններ կան, որոնք ինձ համար օրինակելի են։ Թեկուզ։ Ես այդ փորձից ելնելով ժամանակին ավելի վաղ տարիքում պատանեկան հասկացա արագ, որ պետք չի կուրքեր ստեղծել։ Որովհետև միշտ կուրքիր հետևից բերում է հիասթափության ուրվականներին, որովհետեւ խուսափեմ դրանից կուրքեր չստեղծեցի։ Դրա համար էլ հիմա շատ պրակտիկ շարժվում եմ, տպավորվելով, օրինակ վերցնելով, գնահատելով այս կամ այն անձի քայլերը, բայց երբեք կուրք չդարձնելով։ Իսկ մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Ես արդեն հայտնվել եմ թերևս այն ժամանակաշրջանում, որտեղ երևի առանց գիտակցելու ցանկացել եմ հայտնվել։ Դրա համար ոչ վաղ, ոչ անցյալ, ոչ ապագա։ Դե ապագան էլ կգա իր հետ կգնա։ Միգուցե ապագայում էլ կհայտնվենք։ Անցյալում թերևս չէ, բայց ապագայում միգուցե կհայտնվենք։ Այդ ժամանակը ցույց կտա։ Պատմական ինչ իրադարձություն է ձեզ ցնցել։ Ոնց որ ասեցի քիչ առաջ, ոչ գերվում եմ, ոչ ցնցվում եմ։ Ինձ տպավորել է։ Տպավորել է։ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին։ Եթե կարելի ասել, դա գեղեցիկ եւ էլեգանտ վերամիավորում էր մի տարածքի, մայր տարածքին։ Օրինակելի նույնիսկ ինչ որ միտեղ։ Ես չգիտեմ արդյոք կա պատմության մեջ նման մի էպիզոդ, երբ որ նման էլեգանտ ձևով վերամիավորվում է մի հսկա տարածք իր մայր տարածքին, որը պատմականորեն ինչ որ մի պատճառով, կարևոր չի պատճառը, զատվել էր։ Դա։ Իսկ ըստ ձեզ մարդկության ամենամեծ գյուտը որն է։ Հանգույց անելու գյուտը։ Երբ որ մարդը առաջին անգամ կարողացավ հանգույց անել, այդ գյուտը ես համարում եմ ամենամեծ գյուտը։ Այդտեղից սկսվեց վիրաբուժությունը։ Այո։ Հետո հետաքրքիր է հայերենում հանգույցը ոչ միայն կապն է, այլ նաև ուղու, քանի հանգույց ճանապարհ են անցնում։ Այո։ Կամ մանկությունից մի դրվագ, որը անջնջելի է առ այսօր։
Ճիշտ ասած, ինչքան հեռանում եմ մանկությունից, այդքան մոտենում եմ իրեն ու զգում եմ, որ ամբողջ մանկությունը մի դրվագ է իմ համար։ Եվ ամբողջությամբ ինքը անջնջելի է։ Հիշում եմ օրինակ էպիզոդներ, երբ որ նոր տարվա նախաշեմին ես համոզում էի մայրիկից, որպեսզի Եղևնի շուտ դնենք։ Եվ չգիտես ինչու, մեր տանը Եղևնին դնելու օրը 25-ն էր դեկտեմբերի, ոչ ավելի շուտ։ Ես նախանձով նայում էի պատոհանի սիլուետներին այլ տների, որոնց մեջ արդեն Եղևնին դրված էր։ Չգիտեմ ինչու, օրինակ այդ դրվագը իմ մեջս տպավորել։ Արդեն նոր տարին եկել էր, թվում էր թե ավելի շուտ է եկել։ Անհամբեր էի, որ շուտ գա։ Ողջ տոնացույցում ձեզ համար ամենասիրելի տոնը ո՞րն է։ Նոր տարվա տոնը։ Հենց նոր տարին։ Այո։ Ես օրինակ իսկ ծննդյան օրը սեփական անտարբեր եմ։ լրիվ Չէ, չեմ կարող լրիվ անտարբեր լինել, ինչքան էլ ուզենայի։ Նախ չեմ էլ ուզում անտարբեր լինեմ այդ աշճան, բայց անտարբեր եմ, քանի որ ինքը համընկնում է նոր տարվա տոներին։ Ուզեմ թե չուզեմ տոնում եմ միաժամանակ գրեթե։ Ինչ է փնտրում կինը տղամարդու մեջ։ Այն նույնը ինչ որ տղամարդը կնոջ մեջ։ Ապա Կինը փնտրում է տղամարդու մեջ, տղամարդն էլ փնտրում է կին կնոջ մեջ։ Բայց տարբեր եղավ, նա տղամարդ է փնտրում, նա կին է։ Դե հենց այդ տարբերության շնորհիվ է որ փնտրում են։ Տարբերությունն է փնտրում։ Փորձում է շատ դժվար է ընդհանրապես հասկանալ ռեալ թե կինը իր խորքում իրականում ինչ է հասկանում տղամարդ ասելով։ Մենք մի քիչ պրիմիտիվ ենք պատասխանում այդ հարցին, որովհետև ինչ որ մի ստերեոտիպային տղամարդ ենք պատկերացնում, որը երբեմն կարող է ընդհանրապես մեր պատկերացմանը չհամապատասխանի, բայց կարող է իրեն փնտրող կին լինի։ Այնպես որ գլոբալ իմաստով մնում է իմ պատասխանի, որ կինը փնտրում է տղամարդու մեջ։ Իսկ մարդ պետք է երազանքներ ունենա, թե ավելի ճիշտ է նախագծեր ունենալ։ Իսկ դրանք տարբեր բաներ են, նախագիծը եւ երազանքը։ Երազանքը ավելի խիզախ է եւ ավելի անպատասխանատու։ Դու իրավունք ունես երազելու, դա ազատ իրավունք է եւ ընդրում անվճար։ Նախագիծը ավելի պատասխանատվություն պահանջող եւ ոչ միշտ որ անվճար է լինում։ Դրա համար մարդը ինքը կորոշի, երբ կարող է երազել, երբ կարող է նախագծել, բայց երազելը ես կարծում եմ, որ որոշ դեպքերում որոշ նախագծերի հիմք կարող է հանդիսանալ։ Դուք ֆուտբոլասեր մարդ եք։ Չէ, ֆուտբոլասեր մարդ չեմ։ Բոլորովին ոչ մի ակումբ, բան այս ժամին տեղի է ունենալու, պետք է գնամ նայեմ։ Գրեթե անտարբեր եմ ֆուտբոլի հանդեպ։ Իսկ որևէ սպորտաձևի։ Բասկետբոլ սիրում եմ, հոկեյ սիրում եմ, թենիս սիրում եմ, ֆուտբոլ գրեթե անտարբեր եմ։ Իսկ ինքներդ երբևէ որևէ սերտ առնչություն։ Դե պատենի ժամանակ զբաղվել եմ բասկետբոլով։ Բասկետբոլով։ Այո։ Առանձնապես թեթև սպորտերով։ Հիմա ասենք վազք, հեծանիվ, մի քիչ տղաներիս հետ եթե ստացվում է։ Հիմնականը բասկետբոլ, արագ ոճի սպորտ, փոքր դաշտում։ Հա։ Եվ խաղերի եք գնում։ Երբեմն, Հա, ասենց կենթանի։ Այո։ Հա, ասում են որ դա տարբեր է լրիվ։ Լրիվ տարբեր է, իհարկե։ Հերոսացույցն այլ է։ Ճիշտն ասած երբեք չեմ եղել ֆուտբոլ ստադիոնում, որ ասեմ համեմատեմ, բայց համենայնդեպս կարծում եմ որ դա էլ պետք է տարբեր լինի։ Տպավորիչ է ավելի։ Քանի որ նաև հնարավորություն ունեք տեսնելու եւ գնահատելու այն երկու համակարգերը, ուսումնական կրթական համակարգերը, ասենց արևելյան չասեմ, բայց ասենք սովետահայկական, այսօր ինչ որ բոլոնյան եւ ասենք նույն ֆրանսիական։ Ինչ կա տարբերություն եւ որն է ավելի մրցունակ։ Երևի նկատի ունեք բժշկության բժշկության համակարգերը։ Մրցունակ արդեն ինձ թվում է պարզ է, որ արևմտյան համակարգը մրցունակությունը վաղուց փաստել է, որովհետև վերջի բարձրորակ բժշկության արկայությունը հիմնվում է կրթության վրա, բժշկական։ Բայց ձեր բժշկական կրթությունը նաև տեղի բժշկական կրթություն է, որը ես զարգացրել, փոփոխությունների եմ ենթարկել եւ համապատասխանեցրել եմ արևմտյան բժշկական կրթության մագարտակին։ Հիմնական խնդիրը ինձ թվում է, որ պետք է
որ երիտասարդ բժիշկը հասկանա ամենանուրբ պահերից մեկը բժշկելու արվեստի, դա այն է, թե դու բժշկում ես հիվանդ, թե բուժում ես հիվանդություն։ Դրանք արմատաբես տարբեր բաներ են։ Խնդրում եմ մի քիչ բան արեք, հա, մի հատ առաջի հայացքից չհասկացա։ Բացատրեմ։ Այո։ Հիվանդությունը միշտ չի, որ բուժման կարիք ունի։ Բայց հիվանդը միշտ բուժման կարիք ունի։ Այո։ Հիվանդը կարող է ունենալ մի քանի հիվանդություններ։ Դու պետք է ընտրես այն, որը իր կյանքին վտանգ է սպառնում, եւ կամ իր կյանքի որակին է վտանգ սպառնում։ Եվ հանգիստ թողնես միգուցե այն մյուս հիվանդությունները, որը որևէ սպառնալիք չունեն։ Այսինքն հիմնականը գտնելու արվեստն է։ Եվ այդ հիմնականով առավելագույնս լավագույն ձևով, օպտիմալ ձևով մոդենալու արվեստն է բժշկությունը։ Երբեմն համալսարան կարգով, օրինակ վերջերս խոսում եմ հայրիկիս հետ, ասում եմ, որ նման է բժշկությունը մի բանի, երբ որ դու կանգնած ես բարձունքի վրա, նայում ես հսկա մի ջունգլի ծառերի կատարներին, եւ այդ ծառերի կատարներից պետք է ընտրես մի ծառ։ Ու դու պետք է ընտրես այդ ծառը։ Կատարից պետք է հասկանաս, որ ծառի մասն է խոսքը, եւ հետո գնաս դեպի այդ ծառը։ Պետք չի բոլորը նայել։ Հա։ Հենց մի նշանակագետ կա։ Եվ հենց արվեստը կայանում է նրանում, որ դու այդ նշանակագետը նախ հասկանաս որն է, որսաս եւ հասկանաս, որ գնում ես դեպի դա։ Հիմա որտեղ ինչ են սովորեցնում։ Ես կարծում եմ, որ մենք անցնում ենք բժշկություն ակադեմիական կլասիկ ձևով, որը մեզ սովորեցնում է հիվանդություններ, որը մեզ սովորեցնում է հասկանալ ինչից են առաջանում հիվանդությունները, որը մեզ սովորեցնում է հասկանալ, թե ինչպես պետք է բուժել այդ հիվանդությունները։ Բայց մոռանում եմ միշտ այդ հարցը տալ, թե արդյոք պետք է բուժել։ Օրինակ, մի քանի ամիս առաջ մի հիվանդի հետ կապված հարց եղավ։ Հազվադեպ խնդիր էր դա, միշտ չպատահող։ Եվ վիրահատել չվիրահատելու հարց էր դրված։ Բոլոր չափանիշներով տվյալ հիվանդին պետք էր վիրահատել եւ անհաբաղ։ Բայց արի ուտես, որ բոլոր չափանիշներից զատ կար նաեւ մեկ այլ չափանիշ, հիվանդին ողջ մնալու չափանիշը։ Վիրահատությունը հիվանդին սպանելու էր։ Գրեթե հաստատապես համոզված եմ։ Չվիրահատելու պարագայում ինքը ողջ մնաց եւ մոտ 6 թե 7 ամիս անց ես նորից տեսա հիվանդին եւ նորից ողջ է եւ առողջ է։ Ես հասկացա, որ նույնիսկ այդ 6 ամիսը եթե մենք շահել ենք, դա արդեն լավ է, բայց ես համոզված եմ, որ ինքը կշարունակի ավելի երկար ապրել, շատ ավելի երկար, որովհետեւ նոր հետազոտությունները ցույց տվեցին փոփոխություններ, բնական տեղի ունեցած փոփոխություններ, որոնք ապահով են դարձրել իր կյանքը։ Ու ես հասկացա, որ եթե նա վիրահատվեր այն ժամանակ, ավելի մեծ էր հավանականությունը, որ ողջ չէր մնալու, շատ ավելի մեծ էր, քան թե ողջ կմնար։ Իսկ այսպես ավելի մեծ է հավանականությունը իր ողջ մնալու։ Այնց է արվեստը, որ հասկանաս, որ ոչ միշտ է, որ վիրաբուժությունը փրկելու է։ Որովհետև ցավում եմ, բայց միշտ չէ, որ մահվան հաղթանակը վիրաբուժի պարտությունն է, բայց վիրաբուժի պարտությունը միշտ մահվան հաղթանակն է։ Ձեր ամենաերջանիկ օրը ո՞րն եք համարում։ 3 օր կա այդպիսի, իմ տղաների ծննդյան օրերն են։ 3 տղա են։ 3 տղա են, 3 որդի ունեմ ես։ 3 հայորդիներ Փարիզում։ Որտեղ են սովորում։ Կոլեջում, դպրոցում եւ երրորդը դեռ փոքր է, 3 տարեկան է։ Տնային պայմաններում են դեռ սովորում։ Իսկ ինչ եք կարծում, որը երբեմն կարևորում են, երբեմն չեն կարևորում եւ ասում են, այս պարագայում հայերեն են խոսում, իսկ մյուս պարագայում ասում են հայերեն խոսել դեռ չի նշանակում հայ լինել։ Դուք լեզվի իմացությանը եւ կրելուն ինչպես եք վերաբերում։ Ես կարծում եմ, որ հայերեն խոսելը հայերեն մտածել է։ Իսկ հայերեն մտածելը դա նաեւ հայ լինել է։ Չեմ համարում բացառիկ պարտադիր պայման, որ մեկը պետք է անպայման հայերեն խոսի, որպեսզի հայ լինի։ Բայց կարծում եմ կարևորագույն պայմաններից մեկն է, նամանավանդ եթե դու
հնարավորություն ունես։ Ես տեսել եմ իմ շրջապատում մարդիկ, ովքեր մեծացել են միջավայրում հայեր լինելով, որտեղ հայերեն խոսելու հնարավորություն չեն ունեցել, բայց իրենք հայ են։ Էությունը հայ է։ Բայց տեսել եմ նաև հայեր, որոնք շատ արագ փորձել են մոռանալ հայերեն, որպեսզի տարալուծվեն օդարի մեջ։ Դրա համար այդ իմաստով լեզուն էական չի, էությունն է կարևոր, բայց ավելի լավ կլիներ, որ էությունից զատ, որովհետև էություն կերտող է նաև լեզուն։ Լիներ լեզուն։ Օրինակ իմ տղաները բոլորն էլ հայերեն խոսում են շատ հանգիստ, եւ տանը մենք խոսում ենք հայերեն։ Իսկ այս էության, որի հետևից մենք անընդհատ ընկած ենք կամ ձեռքն ենք ընկած կամ հետևից ենք ընկած, էության գլխավոր բաղկացուցիչ մասերը որն եք համարում, լեզու, անուն, երբեմն ասում են, գիտես, ինչ անուն է կրում, այն էլ տենց երկրում, օրինակ։ Հայը, հայի էության մասնախոսքը։ Ինչ գլխավոր հանգամանքներ կան, որը բնորոշում է նրան, իր էությունն է կերտում։ Ես մի քանի տարի առաջ Ֆրանսիայում քաղաքական նպատակներից ելնելով առաջ եկավ մի հարց, թե ինչ է նշանակում իդենտիտե, այսինքն ինքնություն։ Ֆրանսիական ինքնություն ինչ է նշանակում։ Որոշները խիզախորեն այդ հարցը բարձրացնում են, որոշները խիզախորեն խուսափում են այդ հարցը բարձրացնելուց։ Եվ այդ պահին իմ մոտ հարց առաջացավ. իսկ իմ ինքնությունը ինչ է։ Դա հայի ինքնությունն է, իմ ինքնությունը։ Ու ես փորձեցի այդ հարցն ինքս տալ, թե ինչ է դա։ Ես կարծում եմ, որ ոնց որ մի քիչ առաջ խոսեցինք, թվարկածից զատ կա նաև մի հատկանիշ, դա բարիությունն է։ Հայը բարի է։ Օդարների նկատմամբ նաև։ Սեփականի նկատմամբ չգիտեմ, բայց օդարների նկատմամբ շատ բարի է։ Ինչով է դա բացատրվում։ Ինչ է դա քողարկում կամ չքողարկում, չգիտեմ, բայց շատ բարի է։ Հայը։ Ինչ է պակասում Հայաստանին։ Ինձ թվում է Հայաստանին պակասում է պետականության արժանապատիվ զգացումը։ Ռեալ պետության ռեալ ատրիբուտների կայացումը։ Որովհետև մենք օդար երկրներում հանդես գանք որպես պետության քաղաքացիներ եւ ոչ թե երկրի բնակիչներ։ Այդ դա պակասում է Հայաստանին։ Իսկ կա երաժշտական մի ստեղծագործություն, որը շարունակ ուղեկցում է ձեզ։ Ինձ վերջի մի քանի տարին շատ շարունակ ուղեկցող երաժշտությունն է Երկուսի քաղաքում ֆիլմից երաժշտությունը։ Ֆիլիպ Սարդը, կոմպոզիտորը եւ Երկուսի քաղաքում հայտնի ֆրանսիական ֆիլմը Ալեն Դելոնի եւ Ժան Գաբենի մասնակցությամբ։ Ինչից եք վախենում։ Ծայրահեղությունների մեջ ընկնելուց։ Ինքներդ ընկնելուց։ Երբեմն կարող ես աննկատ ընկնել ծայրահեղությունների մեջ։ Այ հենց դրանից էլ վախենում եմ։ Երբեմն ավելի վտանգավոր են դառնում հանճարեղ միջակցությունները։ Չգիտես որն է լավ, հանճարեղ միջակցությունը թե ծայրահեղությունը։ Այդ հարցերում դժվար է կողմնորոշվել։ Այդ դժվար կողմնորոշվելը թերևս մի քիչ վախենալի է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Շակերտներում այսօր պարոն Լևոն Խաչատրյանն էր։ Բարի գիշեր, կհանդիպենք։